Ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում փոխեցին խաղի կանոնները, ձևավորեցին քաղաքական նոր օրակարգ ու բացեցին հնարավորությունների լայն պատուհան։ Մեկ տարի անց ով ինչպես կարողացավ օգտագործել այդ հնարավորությունը եւ ինչպես տեղից շարժվեց խաղաղության ճեպընթացը։ Տարին հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից արտակարգ էր։ Ուղիղ մեկ տարի առաջ այսօրը տեղի ունեցավ Վաշինգտոնի գագաթնաժողովը, ստորագրվեցին փաստաթղթեր, փոխըմբռնման հուշագրեր ԱՄՆ նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև։ Այնուհետև հաջորդեցին բարձրաստիճան այցերը, փետրվարին Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահը, մայիսին պետքարտուղարը։ Մեկ տարում դրական զարգացումների ականատես եղանք։ Firebird-ը սկսեց գործունեությունը Հայաստանում, շարունակում ենք առաջընթաց գրանցել TRIP նախագծի շրջանակում։ Սա իսկապես շրջադարձային տարի էր։ Վստահ եմ հետագայում հետադարձ հայացք նետելիս մենք կհիանանք այս շրջանի հաջողություններով։ Վաշինգտոնի օգոստոսյան հռչակագրի անկյունակարը դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը պիտի փակեր մոտ 4 տասնամյակ տևած հակամարտության էջը։ Անցնող տարին Հայաստանի պատմության մեջ ամենից խաղաղն էր։ Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումն անհրաժեշտ է, սակայն կարծում եմ, որ այս փուլում ավելի ճիշտ է կենտրոնանալ ոչ թե դեռ չարվածի վրա, այլ արդեն արձանագրված առաջընթացի։ Օգոստոսի 8-ից առաջ հրադադարի խախտումների մասին հարյուրավոր արձանագրումներ էին լինում, իսկ վերջին 12 ամսում հայ-ադրբեջանական սահմանին չի զոհվել ոչ մի հայ կամ ադրբեջանցի։ Եռակողմ հռչակագրում շեշտը դրված էր հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վրա, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգմամբ։ Ադրբեջանը Նախիջևանի հետ անխոչնդոտ կապ պետք է ստանա, իսկ Հայաստանը փոխադարձ առավելություններ։ Հայաստանի տնտեսության տեսանկյունից արտակարգ կարևոր է երկրի կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակումը։ Դա եւ հայ-ադրբեջանական սահմանի բացումն է, եւ հայ-թուրքական սահմանի բացումն է։ Դա հեղափոխական նշանակություն ունենալու մեր տնտեսության համար։ Դա նշանակել է, որ իսկական կապեր են ստեղծվելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջև Թուրքիայի տարածքով, դա նշանակում է, որ մեր երկաթգծերն են սկսելու աշխատել, այլևս բեռ ստանալու կամ ուղարկելու համար միայն ֆուրը եւ միայն ինքնաթիռը չի լինելու տարբերակ, այսինքն սա հսկայական փոփոխություն է մտցնելու, իսկապես հեղափոխական փոփոխություն է մտցնելու մեր տնտեսության համար։ Այս ուղղությամբ աշխատանքները դանդաղ, բայց առաջ են գնում, նշում են փորձագետները, կարևոր ձեռքբերում համարում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն այլևս գոյություն չունի։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ամենաառանցքային կետը TRIP նախագիծն է։ ԱՄՆ-ն շահագրգիռ է, որ Թրամփի ուղին հնարավորինս շուտ միս ու արյուն ստանա։ ԱՄՆ նախագահի անունն է կրում այս նախագիծը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման եւ օրերս Հայաստան այցելած Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Արիել Լայթսթոունը շատ գեղեցիկ ձևակերպում տվեց, որ նախագահը թույլ չէր տա, չէր ուզենա, որ իր անունը ներառվեր մի ծրագրում, որը չէր հաջողելու, եւ սա առաջնահերթություն է, եւ մենք մեր հանձնառությանը հետամուտ ենք լինելու։ TRIP-ը ոչ միայն Սյունիքով կապելու է Ադրբեջանը Նախիջևանին, այլև Հայաստանի հարավը դարձնելու է TRIP+1 մեգանախագծի կարևոր մաս կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիային։ Կա ընկերություն TRIP, որը որ պետք է զբաղվի այդ ենթակառուցվածքային նախագծի շինարարությամբ, սպասարկմամբ եւ կառավարմամբ։ Ոնց որ ասած, Հայաստանը վարձակալության է հանձնում այդ հատվածում շինարարություն եւ կառավարում իրականացնելու հնարավորությունը այդ ընկերությանը։ Եվ այս ամեն ինչից զատ, հատկապես Միացյալ Նահանգների համար կա մեծ խոսակցություն, դա այդ տրանսկասպյան կոմունիկացիաներն են, որի նպատակն է Կենտրոնական Ասիան Կասպից ծովի հարավային Կովկասի միջոցով կապել Եվրոպայի հետ։ Եվ այսպես բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ իրականացնել այս պարագծի մեջ։ Թրամփի ուղին բազմակի ֆինանսական աղբյուրներ ենթադրող նախագիծ է։ Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքով այժմ կա TRIP+ կամ Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը, որով Միացյալ Նահանգների կառավարությունը մոտ $200 միլիոն է հատկացնելու աշխատանքների նախաձեռնությունների իրականացման համար։ Այս տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորումը չի ներառում այն $145 միլիոն, որի մասին Երևան այցի ժամանակ հայտարարել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։ Այս միջոցներն ուղղվելու են TRIP-ի ենթակառուցվածքներին, սահմանային ենթակառուցվածքների անվտանգության հարցերին, ընդհանուր առմամբ ամերիկյան կառավարության գրեթե $400 միլիոն ներդրումներ են նախատեսվում այս շրջանակում իրականացվող տարբեր նախաձեռնությունների համար։ Այդ կարևոր ու մեծ պրոյեկտը անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա
գիտեք, շատ լուրջ ներդրում է Հայաստանի անվտանգության մեջ, որովհետև երբ որ այդքան գումար եւ այդքան ջանք եւ այդքան կոնցենտրացիա լինում մեկ պրոյեկտի վրա, այդ պրոյեկտը անցնում է քո տարածքով, դա ինքնին իր հետ բերում է անվտանգային երաշխիքներ քեզ համար։ Իսկ ինչ փուլում է Թրիփը եւ երբ կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ We would all like this to go faster. Անշուշտ բոլորս կուզենայինք, որ շինարարական աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն, սակայն կան որոշակի բարդ խնդիրներ կապված իրավական, տեխնիկական հարցերի հետ եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։ Ծավալուն աշխատանքներ են կատարվում։ Պետքարտուղարի եւ արտաքին գործերի նախարարի միջև միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց, ձևավորվում է հայաստանյան ընկերությունը, որը զբաղվելու է կառուցման եւ շահագործման աշխատանքներով, իրականացվում է տեխնիկա-տնտեսական հիմնավորում։ Սյունիքում այս պահին ընթանում են ճարտարագիտական, կոնստրուկցիոն լուծումների դիտարկման աշխատանքները։ Եվ այս ամենը ընթացքի մեջ է եւ մեծ ջանքեր են ներդրվում, որ մոտ ապագայում շինարարական աշխատանքները մեկնարկեն։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները աստիճանաբար բացեցին նաև տարածաշրջանի տնտեսական շնչափողը։ Հայաստանն ու Ադրբեջանը անցնող 1 տարվա ընթացքում արձանագրեցին տնտեսական համագործակցության բազում դեպքեր։ We now have bilateral trade. Երկկողմ առևտուր է իրականացվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանն Ադրբեջանից վառելիք է ձեռք բերում, որը, որքան հասկանում եմ, կարևոր դեր է ունեցել երկրում բենզինի գները համեմատաբար ցածր պահելու գործում։ Միայն Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը շուրջ 7.3 միլիարդ դրամ է։ Հայաստանյան եւ ադրբեջանական ընկերությունների ստորագրած համաձայնագրով Բաքուն կկարողանա մեր տարածքով ինտերնետ կապ ապահովել Նախիջևանի հետ։ Երևի աշխարհի չափին ճշմարտություն է, երբ որ բեռները եւ մարդիկ են անցնում սահմանը չեն անցնում բանակները։ Այսինքն ինչքան ինտեգրված լինի Հարավային Կովկասի տնտեսությունը միմյանց հետ, ինչքան մենք ունենանք առևտրատնտեսական կապեր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այնքան այդ հարաբերությունների հետագա կարգավորումը դառնում է առավել հավանական։ Սա իհարկե չի նշանակում, թե մենք այլևս չունենք անվտանգային ռիսկ կամ մենք մեր անվտանգության ապահովմամբ չպետք է զբաղվենք։ Այսպիսով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այժմ բանակցային 5 զուգահեռ գործընթաց կա։ Սահմանազատում, սահմանագծում, կոմունիկացիաների ապաշրջափակում, տնտեսական կապեր, քաղաքացիական հասարակությունների միջև շփումներ ու խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրում։ Փորձագետի խոսքով պայմանագրի բացակայությունը դեռ չի նշանակում, որ մյուս գործընթացները պետք է կանգ առնեն։ Նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները կարող են զարգանալ մինչև վերջնական քաղաքական համաձայնության ձեռքբերումը։ Վոլոդիա Մուշեղյան, Մհեր Կիրակոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։